Սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը հանձնարարական համար 22 ներկայացնել տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում իրականացված սպորտային միջոցառումների վերաբերյալ։ Հարգելի պարոն քաղաքապետ, ներկայացնում եմ սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Փետրվարի 1-ից 7-ը Ջերմուկում անցկացվեց համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որին մասնակցեցին աշխարհի 18 երկրներից ժամանած ավելի քան 1340 պատվիրակներ։ Երևանի թիմը լավագույնս հանդես եկավ և ընդհանուր մեդալային հաշվարկով զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը։ Խաղերի ավարտից հետո մրցասպարեզում լավագույն տեղերը գրաված Երևանի թիմի մարզիկներն ու մարզիչները վարչության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Մարտ ամսին անցկացրել ենք ցուցարարմարտի, շաշկու, հանդբոլի, Երևան քաղաքի առաջնությունները, որոնց մասնակցել են 253 մարզիկ-մարզուհիներ։ Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևանի քաղաքի հանրակրթական դպրոցների 7-ից 12-րդ դասարանների աշակերտների միջև մարտ ամսից սկսել և մինչև տարեվերջ անց են կացնելու Սպարտակիադա մարզական միջոցառումը 8 մարզաձևերից։ Մարտի 24-ից 26-ը Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ Միկա մարզադահլիճում անցկացրեց Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցեցին 12 երկրներից ժամանած ազատ ոճի ըմբիշներ։ Ընդհանուր հաշվարկով մրցաշարին մասնակցեցին շուրջ 200 ըմբիշներ։ Հայկական Կարմիր խաչի հետ համագործակցության շրջանակներում մարտ ամսից սկսել ենք առաջին հոգեբանական օգնության դասընթացները համայնքի մարզական կազմակերպությունների, մարզիչ մանկավարժների և աշխատակիցների համար։ Կարևորելով սպորտի դերը նաև նախադպրոցական կրթության ոլորտում Երևանի Թենիսի ֆեդերացիայի հետ համատեղ ձեռնարկել ենք փոքրիկ չեմպիոններ ծրագիրը, որի շրջանակում սեղանի թենիս մարզաձևը կդասավանդի Երևան համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Ծրագրի մեկնարկը տրվեց մարտ ամսին Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 60 մանկապարտեզում, որին տրամադրվեց ծրագրի իրականացման համար անհրաժեշտ մարզագույքը։ Փոքրիկ չեմպիոններ սեղանի թենիսի ուսման ծրագիրը նախատեսում ենք անցկացնել Երևան համայնքի բոլոր վարչական շրջանների նախադպրոցական ուսումնական հաստատություններում, վերջիններս կապահովեն անհրաժեշտ մարզագույքով։ Երևանի քաղաքապետարանի և սպորտը բոլորի համար հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արենա բոուլինգ ակումբում կայացել է լրատվամիջոցների բոուլինգի թիմային մրցաշարը, որին մասնակցել են լրատվամիջոցների և նախարարությունների լրատվական ծառայությունների թիմերը։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել են 32 լրագրողներ։ Այսքանը, շնորհակալություն։ Բոքսը, պարոն Մակվեցյան։ Պարոն քաղաքապետ, բոքսը երկրորդ եռամսյակում է, դրա համար բոքսի մասին Բոքսը ավարտվեց այնուամենայնիվ, կարծում եմ պետք է ասել, պարոն Մակվեցյան, արդեն ֆիքսել ենք, ավարտել ենք, խնդրում եմ ներկայացնենք։ Այս տարի անցկացվեց Երևանի շաբաթ օրը ավարտվեց մրցաշարը բռնցքամարտի, որը կրում էր Երևանի քաղաքապետի գավաթ անվանումը։ Մրցաշարը Հայաստանում միակն է, որը ընդգրկվել է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում, շատ կարևոր փաստ է Երևանի մարզական կյանքում, Հայաստանի մարզական կյանքում։ Մրցաշարին մասնակցում էին 16 երկրների ուժեղագույն բռնցքամարտիկներ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, Ազիայի չեմպիոններ, օլիմպիական խաղերի մասնակիցներ, մրցանակակիրներ, շատ թեժ գոտեմա մենամարտեր եղան, բոլոր քաշային կարգերում ունենք ներկայացված բռնցքամարտիկներ, թիմային հաշվարկով գրավեցինք առաջին տեղը։ Շնորհակալ եմ, պարոն Մակվեցյան, իրապես այս մրցումները, որոնք որ սկսել ենք անցկացնել վերջին տարիների ընթացքում, տարեց տարի ավելի մասսայական են դառնում, երկրների քանակը մասնակից էականորեն ավելանում է, իսկ ըմբշամարտը առհասարակ շատ բարձր մակարդակի մրցումներ են տեղի ունենում, որտեղ նույնիսկ Եվրոպայի մեր չեմպիոնները խնդիրներ են ունենում։ Այո, այս վերջին մրցաշարը ազատ ոճայինի մեր թիմը մի քաշային կարգում կարողացանք միայն հաղթող ունենանք, որտեղ շատ թեժ էր պայքարը եւ մի քաշային կարգում ստացվեց, որ բայց այլ քաշային կարգում ունենք, չէ՞, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի մրցանակակիրներ, չեմպիոններ, աշխարհի մրցանակակիրներ
Սա շատ կարևոր փաստի արձանագրում է, որը նշանակում է, որ այս մրցումները, որոնք որ Երևանի քաղաքապետարանը անցկացնում է, նույնիսկ Եվրոպայի չեմպիոնները չկարողանան հաղթել եւ սա կարծում եմ շատ գովելի աշխատանք է այն առումով, որ մրցակցային է դարել, այս մրցումները դարել են շատ մրցակցային, գնալով մասնակիցների մարզիկների քանակը ավելանում է եւ այս տեմպը պետք է պահպանել, որակը կազմակերպման բարձրացնել եւ կարծում եմ տենց դա նշանակում է որ տարածաշրջանում եւ միգուցե մի փոքր ավել տարածաշրջանից դուրս նման մրցումների սով կա եւ ոնց որ հանգրվանը արդեն Երևանում է, այտենց ամեն այս մրցաշարին եթե 200 մասնակից ենք ունենում, այդ մրցաշարերի քանակը հələ մի հատ։ Քանի սպորտաձևով ունենք Երևանի քաղաքապետի գավաթ։ 4 սպորտաձև։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Մակվեցյան։ Հաջորդ Վարչական Բայց շրջաններ 1000 ներողություն։ Այստեղ շատ տենց թռուցիկ անցանք այդ նախադպրոցական հաստատություններում մեր սեղանի թենիսի հատվածը։ Մենք տենց նորից ֆիքսենք բոլոր մանկապարտեզներում։ Երևան քաղաքի բոլոր մանկապարտեզներում տրամադրվելու է մարզագույք, այսինքն փոքր երեխաների համար նախատեսված սեղանի թենիսի սեղան, ռակետներ, գնդակներ, որ երեխաները հնարավորություն ունենան այդ մարզաձևով զբաղվել։ Շատ իսկ վերապատրաստում Թենիսի ֆեդերացիան անցկացնում բոլոր վերապատրաստման դասընթացները։ շատ լավ։